Բարև ձեզ։ Դավիթ ջան, բարև։ Մարիայի հետ եք։ Չէ, մենակ եմ, բայց լավ է որ դեռ էստեղ եք։ Արդեն գնում էի, հոբան չի եղել։ Մի բան պիտի հարցնեմ, բայց դրա մասին ոչ մեկը չպիտի իմանամ, հատկապես Մարիան։ Ինձ այն կնոջ համարն է պետք, որի գործով Մարիան էր զբաղվում։ Կարծեմ վերջին գործն է, այն որ երեխու հետ փորձել են երկրից դուրս գալ։ Սոֆիայի մասին է խոսքը։ Հա։ Դավիթ ջան, բայց ես նրա տվյալները քեզ չեմ կարող փոխանցել։ Դա գաղտնի է։ Ինձ ընդամենը այդ կրոջ համարն է պետք։ Բայց Ես Մարիային ամեն ինչ կբացատրեմ։ Դու ոչ մի խնդիր հաստատ չես ունենա, բայց ես պիտի ասեմ։ Դու ոչ մի բանի հետ գործ չունես, ընդամենը ինձ վստահիր ու այդ կնոջ համարը տուր։ Շատ կարևոր է։ Մարիայի անվտանգության համարը։ լավ, հեսա նայեմ ասեմ։ Ալո։ Սոֆիայի հետ եմ խոսում։ Հա, ով է։ Դավիթն է։ Իմ անունը քեզ ինչ-որ բան ասեց։ Դավիթ, ինչ Դավիթ։ Ալո։ Ինչ ես զանգել կնոջը, Սարա։ Ինչ ես ուզում մեզնից։ Ինչի մեզ հանգիստ չեք թողնում։ Բա ես էլ քեզ գտնելու համար էի զանգել։ Բախտս բերեց, ոնց որ։ Այդքան էլ բախտը չի բերել, որովհետև դու Հիմա քեզ հասցե եմ ուղարկում, խելոք գալիս ես, թե չէ որ ես քեզ գտա վերջդ վատա լինելու։ Քեզ թվում է ես թողնելու եմ, որ հանգիստ սերդ վայել ես, Մարիա։ Քեզ թվում է դու սենց հեշտ մարսելու ես, հա, արածներդ։ Չէ։ Ես քեզ վստահեցնում եմ։ Դու այսօր ունես մեծ սխալ ես արել, որ դեռ շատ երկար ես փոշմանել, լսում ես։ Այսօրվանից ես քո թշնամին եմ։ Ու ոնց որ այդ Դավիթն է պատասխան տալու, տենց էլ դու, որովհետև Ռաֆի վրա սենց ծիծաղալը հեշտ բան չի։ Քեզ թվում է ես թողնելու եմ, որ հանգիստ սերդ վայել ես, Մարիա։ Քեզ թվում է դու սենց հեշտ մարսելու ես, հա, արածներդ։ Չէ։ Ես քեզ վստահեցնում եմ։ Դու այսօր ունես մեծ սխալ ես արել, որ դեռ շատ երկար ես փոշմանել, լսում ես։ Այսօրվանից ես քո թշնամին եմ։ Ու ոնց որ այդ Դավիթն է պատասխան տալու, տենց էլ դու, որովհետև Ռաֆի վրա սենց ծիծաղալը հեշտ բան չի։ Դավիթ հասար տուն։ ինչ ա ուզածդ։ Քեզ ինչի է թվում, որ դու անմահ ես։ Կամ քեզ ով է տես վստահեցրել, որ ես ահավոր համբերատար տղա եմ։ Խոսակցությունը շատ վատ ես սկսում։ Լուրջ ես ասում։ Բայց ես մտածում, որ դու ես սկսել։ Ինչ գործ ունես մորուս հետ։ Ինչ ես կորցրել մոտը։ Չունես պատասխան։ Ես իմ արածների պատասխանը ունեմ։ Դե որ ունես հարցիս պատասխան, ինչ ես լեզուդ կուլ տվել։ Քեզ էի փնտրում, չգտա։ Մամայիդ հանդիպեցի, խնդրեցի, որ ասածներս քեզ փոխանցի։ Չէիր գտնում։ Որտեղ ես մանեկել, որ չես գտել։ Ես լուսնից չեմ իջել։ Լսի, իրականում ես քո հետ ոչ մի հարց չունեմ։ Իմ հարցը Մարիայի հետ է։ Ինձ պետք է որ այդ աղջիկ իմ գործերին չխառնվի։ Դու ով ես որ Մարիայի հետ հարց ունենաս այդ մեկ։ Երկրորդ իմ մերը այս հարցի հետ ընդհանրապես կապ չունի։ Պատասխանը չբավարարեց։ Ես իմ ուզածին հասնելու համար ամեն ինչի պատրաստ եմ։ Մարիա չլինի, ով ուզում է լինի։ Դու հասկանում ես, որ այս պատասխանդ կարա քեզ գերեզման տանի։ Գիտակցում ես այդքան արա։ Այդքան մտածող տղա ես, Մարիային ասա, թե հեռու մնա ինձնից։ Համ ինքն անգել իմ հետևից, համ ես եմ մեղավոր, չեմ հասկանում։
Մարիայի անունը տալուց առաջ երկար կմտածես։ Ես չեմ հանդուրժի, որ քո նման պիղծը անտեղի տա իր անունը, հասկացար։ Ես ինչքան պաշտպաններ ունի Մարիան։ Ես հասկանում եմ, որ դու ուզում ես, որ ես հունից դուրս գամ, բայց չի ստացվի։ Ես չեմ թողի, որ այս անգամ թռնես։ Այս անգամ չես կարող ինձ ոստիկանություն գցես, որ մի հատ էլ թռնես։ Դու հատ ինչ արել ես ու ինչ մտքիդ կա, ասելու ես ու մաքրվես մեր կյանքից։ Ավելի ճիշտ Մարիայի կյանքից։ Ռուբենո պար, ես քեզ հարգում եմ, բայց այն ինչ-որ Մարիան արեց, ես… Մետ հավաքի քեզ, իմ տանն ես գտնվում, տղա։ Ռաֆ, մի հատ հանգստացիր, մենք բոլորս է գիտենք, որ Մարիան Դավիթին է սիրում, ու ձեր շտապողականությունը մեզ սորի հասցրեց։ Ես իմ աղջկա արարքը չեմ արդարացնում, բայց այդ չի նշանակում, որ քեզ թույլ եմ տալիս իմ տան մեջ իմ աղջկա մասին սենց խոսես։ Ես Մարիային էլ այդ լակոտին էլ սպանելու եմ։ Ռադետ քաշի ստեղից։ Արհամարում ես, հա, Մարիա։ Լսում ես ու չես պատասխանում։ Ես էլ եմ շատ ուզում ազատվենք այս գլխացավանքից, բայց առաջինը Մարիան պետք է հրաժարվի այս գործից։ Դու չես որոշում Մարիան ինչ պիտի անի, ինչ չէ։ Դու եթե շարունակես երևալ Մարիայի շուրջը, դիագնոզի հեղինակը ես կլինեմ։ Հա, հասկացա։ Մարիան սիրած աղջիկն է։ Ու դու ատամներով պահում ես իր սխալը։ Մարիան իր աշխատանքն է անում, սխալն ու ճիշտը քո քննարկելու բանը չի։ Մարիան ազդում է մարդկանց կյանքի վրա։ Լսի, քեզ ինչ եմ ասում, արա։ Ուշադիր լսի ու հանկարծ բառ բաց չթողես։ Մարիանը սկսել է գործը, Մարիան էլ կավարտի։ Ու ոչ դու, ոչ էլ քո նման մեկը չի կարող խանգարի։ Հասկանալի եմ բացատրում։ Ես քեզ կարայի ուրիշ ձև բացատրել, բայց հասկանում եմ, որ քո ուզածներն է, որ ես քեզ մի բան անեմ, դու էլ վազես ոստիկանություն անունը ստաս։ Դու ուրիշ բանի ընդունակ չես, որովհետև փուչ լակոտ ես։ Հա, մի բան էլ։ Ես գիտեմ, որ քեզ ինչ որ մեկը թևեր է տալիս, բայց ով, հələ չգիտեմ, բայց դա էլ կպարզեմ, խնդիր չի։ Ես այնքան ժամանակ հանգիստ չեմ թողնի Մարիային, մինչև ինքը չհրաժարվի դատից։ Մարիան չի հրաժարվելու այդ գործից։ Դու էլ հանգիստ նստելու ես ու սպասես դատին, թե չէ հաջորդ անգամ շատ վատ ձևով կբացատրեմ։ Ցավոտ կլինի քո համար, պետք չի։ Արի կլինի ոչ ինձ մեղքի տակ գցի, ոչ էլ քեզ։ Խելոք կանեսեն ինչ որ քեզ ասում են։ Բարի գիշեր։ Ես դեռ չեն եկել երեխեքը։ Եկել են։ Մարիան իր սենյակում է,
Դավիթին էլ ինչ որ մեկը զանգեց գնաց, երևի գործեր ուներ։ Հաստատ, թե ինչ որ բան ա եղել։ Դավիթի ձեռքին զանգ եկավ, մտածեցինք, որ Ռաֆն է, բայց ասեց, որ Աբուլն է ու ինչ որ կիսատ գործեր ունեն, դրա համար գնաց։ Լավ, ես կխոսեմ հետը։ Գնամ Մարիային տեսնեմ։ Մամ, բայց սիրտս մի տեսակ անհանգիստ է։ Մտածում եմ կարող է մեզ խաբեց Դավիթը։ Կարող է իսկապես Ռաֆն էր զանգել։ Չեմ կարծում։ Դավիթը Ռաֆի նման անհավասարակշռված չի։ Ու ինքը հասկանում է, որ հիմա Ռաֆին հանդիպելը սխալ կլինի։ Մամ, ջահել են։ Բա որ պահի տակ տաքանան ու որոշեն մեկը մեկին ինչ որ մի բան ապացուցեն։ Ախր Ռաֆը հիմա այդ վիճակում չի։ Ռաֆը այդ վիճակում է, բայց Դավիթը չէ։ Դու ախր շատ լավ գիտես, որ Ռաֆը մարդուն հունից հանելու մեծ վարպետ է։ Ու այս են հարցը չի, որ Դավիթը իրան զսպի ու ոչ մի բան չասի։ Եթե հիմա իրանք միասին չեն, դա չի նշանակում, որ իրար չեն հանդիպելու։ Դե ես կարծում եմ, որ Ռուբենը մի բան կանի, էլի։ Թե չէ Ռաֆի եւ Դավիթի հանդիպումը լավ ավարտ չի ունենա։ Հա, իհարկե չի ունենա։ Բայց իմ համար հիմա ամենակարևորը Մարիանն է ու իր որոշումը։ Ես Ռաֆի համար էլ եմ անհանգստանում, իր մասին էլ եմ մտածում։ Ախր Ռաֆը սիրում է Մարիային։ Այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Գիտես, սերը մարդուն փոխում է, եւ լավ առումով, եւ վատ առումով։ Ու գիտես ինչքան դժվար է սիրող մարդու համար բաժանումը, ինչը չի ասի չսիրողի համար։ Ես հասկանում եմ, թե դու ինչ ես ուզում ասել, բայց արի հիշենք։ Մարիան քանի անգամ շանս տվեց Ռաֆին, քանի անգամ խոսեց, բացատրեց, բայց այդ տղայի էությունը դա է։ Եվ եթե սերը կարողանում է լավ կամ վատ վիճակով մարդուն փոխել, ուրեմն այստեղ Ռաֆի մեղքը ավելի է շատանում, որովհետև Ռաֆը երբեք լավին չի ձգտել։ Լույս քեզ տեսնողին։ Եկա աղբերս։ Հիմա ինչ, բացատրում ես մամայի ասածները, թե ոնց։ Այդ հարցերը արդեն լուծված են, էլ կարիք չկա մանրանալու։ Դավ, ինչ ես ինձ հեռու պահում քո հարցերից։ Պատճառը որն է, չես վստահում։ Վստահելու չվստահելու հարց չկա։ Այդ անհաջող մարդ էր Մարիային հանդիպել, սխալ էր իրան պահել։ Մի քանի բան ասել եմ, չի մարսել մեջը, այդքան բան։ Այդ են թեմաներն է, հա։ Հա, բայց այդ հարցերը արդեն լուծված են։ Ոնց ես բալես։ Պապ, Ինչ ես լացում։ պապ կներես ինձ։ Ես գիտեմ, որ քեզ վատ դրության մեջ եմ գցել, որ իմ պատճառով դու քեզ վատ ես զգացել, կներես ինձ, պապ։ Մարիա, գիտես ես քեզ երբ չէի ների։ Ես քեզ չէի ների այն դեպքում, երբ դու չվազեիր քո երջանկության հետևից։ Երբ դու պատժեիր քեզ։ Վերցնեիր Ռաֆից մատանին ու մեծ բիծ քաշեիր քո կյանքի վրա։ Այդ ժամանակ ես քեզ չէի ների։ Իսկ հիմա ես երջանիկ եմ։ Հիմա ես երջանիկ եմ, չգիտեմ, որովհետև աչքերիդ մեջ փայլ կա, կրակ,
ուրախություն, երջանկություն։ Ու կարևոր չի թե ինչ ճանապարհով է եկել այդ փայլը քո աչքերին։ Կարևորը որ եկել է։ Կարևորը որ կա։ Պապ, իրոք նեղացած չես։ Արդեն ասացի բալես։ Ես այնքան էի վախենում։ Չգիտեի ոնց եմ աչքերիդ մեջ նայելու, ոնց եմ այս ամենը բացատրելու քեզ։ Այսինքն չգիտեիր ես կհասկանամ թե չէ։ Գիտես, ծնողի պարտականությունը մենակ հետևելը չի, կերակրելը չի, ուսման տալը չի։ Հաճախ ամենակարևոր պարտականությունները գրեթե չեն երևում։ Իսկ այդ ամենակարևոր պարտականություններից մեկը հենց այն է, որ ծնողը պետք է հասկանա իր երեխուն։ Բա Դավիթ ուր է։ Ինչի չսպասեց։ Ասեց, որ ապուլի հետ գործեր ունի։ Ես պետք է խոսեմ Դավիթի հետ։ Հիմա, պապ։ Հիմա կխոսեմ, վաղը կհանդիպեմ։ Հիմա համար շատ կարևոր է Դավիթի հետ խոսելը։ Ես պետք է հասկանամ, որ Դավիթը ավելի հասուն է մտածում, քան Ռաֆը։ Ես չեմ ուզում, որ Դավիթն էլ տրվի էմոցիաներին։ Այսօր կխոսեմ, վաղը կհանդիպեմ։ Լավ, պապ։ Լավ, բալես։ Հիմա արդեն ուշ է։ Նոր հասար տուն։ Հա, մի քիչ առաջ։ Մի տեսակ երկար տևեց։ Խանդ եմ զգում մի տեսակ։ Ընդհանրապես անհանգստանում եմ։ Լավ է, չէ՞։ Հա։ Պապան ա եկել ու հեսա զանգելու ա քեզ։ Սպասի զանգում է։ Լավ, բայց խոսեք ավարտեք անպայման կզանգես կասես ինչ ասել, լավ։ Լավ։ Ալո։ Դավիթ ջան, որտեղ ես։ Տանը։ Կներեք, որ ձեզ չսպասեցի, ուղղակի մի քանի կիսատ թողած գործեր կային։ Արդեն իմացել եմ, ոչինչ։ Դե առավոտը ձեզ եմ սպասում։ Մեզ։ Դե հա։ Քեզ ու Աբուլին համ կգաք կխոսենք, համ էլ կհասկանանք իրավիճակը։ Լավ, կգանք։ Դե կսպասեմ։ Ինչ ա եղել։ Գնում ենք Ռուբենենց տուն։ Ինչի։ Դե այս թեմաներով էլի։ Վաղը։ Ես ու դու։ Բա մենակ չեմ գնալու աղջիկ ուզելու։ Ալո։ Մենք պետք է հանդիպենք ու հենց հիմա։ Էլի։ Արա դու զգացել ես, որ քո կյանքում հանդիպելուց բացի ոչ մի լուրջ քայլ չես անում։ Ասեցի պետք է հանդիպենք ու վերջ։ Այսքան ժամանակ դու ես հրամայել, հիմա ես եմ հրամայում։ Լիմետ հանգստացի այ լակոտ։ Կարող է այդ հրամայական տոնիդ համար լեզուդ կտրեմ։ Էս ինչ սարքեցիր իմ գլխին։ Ամեն ինչի համար պատասխան ես տալու։ Չէ դու ոնց որ իրոք լավ չես։ Հասցե եմ ուղարկում։ Ու եթե չգաս Մարիային ամեն ինչ կպատմեմ։ Ու կասեմ, որ դու ես ինձ օգնել Դավիթին վնասելու համար։ Հա, ինչ որոշեցիր։ Տեղը տաս արա։ Պապ Դավիթը զանգերից չի պատասխանում։ Կարող է մտափոխվել է։ Լավ էլի, պապ։
պատասխանում։ Փաստորեն վախեցել ես, հա։ Մտածում էիր կխաբես, մատեդ վրա կֆրասես ու դրա պատասխանը չես տա։ Իսկ շուտ մոռացար թշվառ վիճակը տարա։ Լսի, դու ինձ օգտագործել ես քո ուզածին հասնելու համար։ Ինչ ա եղել։ Փաստորեն Մարիան քո նշանածը չի, այլ Դավիթի սիրած աղջիկն է։ Իրականում ես այս ձեր սիրային երանգյունից շատ բան հասկացա, ուղղակի հիմարի պես քեզ հավատացի։ Ու դու ինձ օգտագործեցիր, որ Մարիային հետ բերես։ Լավ ինչ ես խոսում, հստակ ասելիք տաս, հա։ Ես քո ոչ մի խփածին պատասխան չտվեցի։ Ոչ մի վիրավորանքիդ պատասխան չտվեցի։ Բայց էլ ոչ մի բան չեմ հանդուրժելու, որովհետև դու ինձ օգտագործել ես։ Ու իրականում արդեն ինձ մեկ է։ Ես այս խաղից դուրս եմ գալիս։ Թքած ունեմ այդ դատի վրա էլ, երախու վրա էլ։ Ու ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը իր ոտքերը մաքրի իմ ինքնասիրության վրա։ Կզանգեմ Մարիային ու ամեն ինչ կպատմեմ։ Ու այդ ժամանակ կհասկանանք արդեն ով է փախնում Մարիայից, ես թե դու։ Չէ, դու ոնց որ տեղը չես բերում, հա, արավում դիմաց ես կանգնած։ Քո կարծիքով քո նման չկայացածի շանտաժներից պիտի վախենամ։ Մատ ուշադիր նայ դիմացը ով է կանգնած։ Ինձ թվում է ինչ-որ մի բան մոռացել եմ։ Վայ նոնա ջան, հանգստացել է, ամեն ինչ նորմալ է։ Մամ հանգիստ տեղի։ Ամեն ինչ տեղում է։ Անցած անգամ Լիլիթը ասում էր, որ Աբուլը ինչ-որ մի բան է սիրում։ Հիշեցի, քանի չեմ մոռացել գնամ բերեմ։ Մամ, էդ ի՞նչ է։ Դու ոչ մեկը դել նոնային չեք հասկանա։ Ես կբացեմ։ Ես հիմա քո մասին ավելի շատ բան գիտեմ, քան թե դու իմ։ Դու ինչ չես վնասի։ Այդ քեզ մենակ թվում է։ Ես չեմ հանդուրժում մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում իմ կարողություններից, դու հիմա հենց այդ ես անում։ Լսի, դե հերիք է քեզ լավ տղուտեղ դնես։ Քեզ ով ասել, որ դու կարաս մարդկանց օգտագործես քո ուզածի համար։ Ես մեղավոր եմ, որ դու հիմար ես։ Հա, փաստորեն տենց։ Ինչ, իրականությունից վատ ես զգում։ Եթե այսքան ժամանակ քեզ շանտաժ եմ արել, ցենց ասեմ ես հիմա կզանգեմ Մարիային ու ամեն ինչ կասեմ։ Կասեմ իրականում ով է ինձ ուղղորդը, ինչ անեմ ու ոնց անեմ։ Դու մենակ փորձի։ Ես իրականում հիմա էլ կորցնելու բան չունեմ։ Չունեմ ոչ մեկ։ Ունեցածս մի կին էր, որ հետ ուզում էի երկրից գնալ ու ապրուս ստեղծել։ Էդ էլ խլեցիք ինձնից։ Թքած ունեմ հիմա ամեն ինչի վրա։ Արտակի կյանքը փչացնողը 10 անգամ շատ կպատժվի։ Կզանգեմ Մարիային ու ամեն ինչ կպատմեմ։ Այսքան ժամանակ մտածել ես հիմար եմ, հա։ Այ հիմա կերևա մեզնից հիմարը ով է ու ուժեղ տղեն ով է։ Դավիթ ջան, շուր բան է եղել, մի տեսակ ես։ Չէ, տատ ջան, ամեն ինչ լավ է։ Հաստատ։ Հաստատ։ Դե ուրեմն ավելի լավ։ Ես գիտեմ, որ դուք սպասում եք իմ բացատրություններին։ Ու գիտեմ նաև, որ այս բացատրությունս արդեն ուշացած է։ Բայց ես ուզում եմ խոսել ու մեր արած քայլը բացատրել ձեզ։ Ես Մարիային շատ եմ սիրում։ Ինձ թվում է ոչ մեկիդ համար դա նորություն չի։ Հա, եղել են պահեր, երբ մենք իրար չենք հասկացել ու հանգամանքները այդ պահը երկարացրել են։ Դրանում ես եմ մեղավոր ընդունում եմ։ Դավիթ, մենակ դու չես մեղավոր։
Այնպես որ կխնդրեմ, որ իմ մեղքի բաժինը քեզ վրա չվերցնես։ Լավ, հասկացանք։ Կլինի մեղքերից չխոսենք։ Հա էլի, նենց եք նստել արդարանում, ոնց որ աններելի մեղք եք գործել։ Կյանքում շատ հաճախ պատահում է, որ մարդիկ իրար չեն հասկանում, վիրավորում են, կոպտում են, նեղացնում են, բայց կարևորը նա է, որ հետո հասկանան, վստահեն իրար, ներեն իրար։ Այ դուք էլ, սիրելի Դավիթ եւ Մարիա, ինչքան եք իրար վիրավորում ու կոպտում, չնայած որ կյանքում այդպիսին չէիք։ Կարևորը իրար հանդեպ հավատը չկորցնելն է։ Իսկ դրա համար համ դու ես շատ պայքարել, Դավիթ, համ էլ դու Մարիա։ Լավ, ինչ եղել է թող անցյալում մնա։ Որովհետև սերը ինչքան սիրուն, այդքան էլ դաժան զգացմունք է։ Անդադար պայքար ու համբերություն է պետք։ Եթե դուք իրար կարողանաք հանդուրժել, ամեն մեկը մյուսի բացը լրացնել, սենց բաներ չեն լինի։ Ու ամեն ինչ ավելի հարթ կընթանա։ Ես համաձայն եմ բոլորի հետ։ Ու ինձ համար ամենակարևորը, որ դուք երջանիկ լինեք ու ձեզ ոչ մեկ չխանգարի։ Ոչ մեկ չի նեղանա, չէ՞, ես Դավիթի հետ մի քանի րոպե առանձնանամ։ Իհարկե։ Ես քեզ խոստացել եմ, չէ՞, որ Դավիթի հետ պիտի խոսեմ ու հետևողական պիտի լինեմ։ Այդ եմ անում։ Խոսել ես աղբորդ հետ զանգել, հա։ Չէ, մամ ջան։ Իբր Ռաֆին չգիտես, երբ բանա պետք լինում այդ ժամանակա զանգում մենակ։ 1000 անգամ զանգել եմ, չի պատասխանում։ Լիլիթ սիրտս շատ անհանգիստ ավատ բան եմ զգում։ Մամ ջան, կլինի հանգստանաս ուղակի։ Ոնց հանգստանամ։ Ոնց հանգստանամ, Լիլիթ։ Դու չտեսար այդ երեխու վիճակը։ Ինքը հիմա ամեն ինչի ընդունակ է։ Հայրդ էլ այստեղ չի, ես չգիտեմ ինչ անեմ։ Մամ, լավ, բա ես ինչ անեմ։ Ինչ անեմ, ասա անեմ։ Ես էլ եմ անհանգիստ։ Բայց գաղափար չունեմ ինչ արժի անել։ Կարող է Ռուբենին զանգեմ։ Զանգես Ռուբեն Հոպարին, ինչ ասես։ Լիլիթ, բա ինչ անեմ։ Ես էլ չեմ դիմանում։ Հայրդ լրիվ մեզ անտեր թողեց։ Սիրտս էլ չի դիմանում, էլ չգիտեմ ինչ անեմ։ Դուք սպանեցիք ինձ։ Մամ ջան, մի լացի, խնդրում եմ։ Երեխուս կյանքը աչքիս առաջ փուլ եկավ։ Ոչ մի բան չկարողացա անեմ։ Հիմա էլ ձեռքերս ծալած սպասում եմ, թե ինչ պետք է լինի։ Ես քեզ ասել եմ, չէ՞, որ Ռաֆը քեզ անփտրում։ Ես Ռաֆից չեմ վախենում, կզանգեմ, կհանդիպենք, ինչ պետքա կբացատրեմ։ Չէ, չեղավ Դավիթ։ Ոչ մի անմիտ քայլ։ Բա ինչ անեմ։ Թողեմ, որ ինչ ուզում անի, հա։ Դու Ռաֆին լավ չես ճանաչում։ Ինքը ամեն ինչի ընդունակ է։ Ես քեզ չեմ ասում, վախեցի իրանից, բայց մի քիչ զգուշանալ է պետք։ Ես հասկանում եմ, որ դուք անհանգստանում եք։ Բայց այս հարցի լուծումը մենակ ես կարամ տամ։ Այս հարցը Մարիային է վերաբերում ու ես չեմ կարա ձեռքերս լվանամ ու մի կողմ քաշվեմ։
Քեզ ոչ մեկ չի ասում ոչ մի բան մի արա։ Մեզ ընդամենը հարկավոր է մի քայլ առաջ մտածել Ռաֆից։ Ոչ թե տրվել էմոցիաներին ու սխալ քայլ անել։ Հասկանում ես։ Հա, ասենք թե հանդիպեցիք, վիճեցիք իրար հետ, գորգրացիք իրար վրա, սպանեցիք իրար, հա, հետո Չեմ կարծում, որ բանը դրան կհասնի։ իսկ ես կարծում եմ, որովհետև շատ անգամներ եղել եմ տես դեպքերում։ Արի կլինի, ընդամենը գործենք միասին։ Այդքան բան եմ քեզանից խնդրում։ Աբուլ ջան, ինչի ոչ մի բանից չես օգտվում։ Խմորեղենից կեր, ինքս եմ պատրաստել։ Շնորհակալ եմ։ Չես ամաչում, չէ։ Չամաչել։ Մաշտը իր տանը կամաչի։ Նենց կուզեմ, որ մի օր որոշես ու գաս մեր տանը ապրես։ Ավելի շուտ քո տանը։ Մամ, Դե ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, ուղղակի էմոցիաներս չեմ կարողանում զսպել։ Կներես հա ինձ։ Բան չկա։ Ուղղակի ինձ էլ հասկացեք։ Իմ համար այդ ամենը դժվար է։ Ես դեռ պատրաստ չեմ։ Ես հասկանում եմ։ Դավիթն ու papan ուշանում են, հա, թե ինձ ատվում։ Գնամ տեսնեմ։ Էլ չեմ դիմանում։ Մամ ջան, մի քիչ սպասի, հա։ Տես արդեն հյուր ա գալիս։ Ամեն ինչ իր ժամանակին կշտկվի։ Նոնա ջան, ամեն ինչ լավ կլինի։ Մի քիչ զսպի քեզ։ Ես չեմ ուզում, որ իմ պատճառով ինչ-որ մեկը տուժի։ Ես էլ չեմ ուզում, որ իմ աղջկա երջանկությունը կիսատ մնա։ Կամ իմ տղեն ցավ ապրի, կամ անհանգստանա։ Դրա համար քեզանից մի բան եմ խնդրում։ Ուզածս մեծ բան չի։ Ընդամենը կապի մեջ եղի հետս, Դավիթ։ Ինձ թվում է հասկացանք իրար։ Արի գնանք ներս։ Մտածում ես կատակ եմ անում, հա։ Արա քանի շուտ է հել ստեղից գնա հենց հիմա։ Հեսա կհասկանաս իրականում ով է Արտակը ու ինչերի անտունակ։ Հանգստացի մի։ Տեղը չես բերում, հա։ Դու հանգստացի, իրականում այդ տղա։ Դու պատասխան ես տալու հարցների համար։ Հել գնա ստեղից, արա։ Արտակ։ Արտակ։